2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը աճել է 6.3%-ով, նախորդ տարվա համեմատ։ Այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից, մանրամասնելով, որ փոխադարձ առևտրի հիմնական բաշխվածությունը հետևյալ տեսքն ուներ. Ռուսաստան 55%, Բելարուս 28.5%, Ղազախստան 11.4%, Հայաստան 3.6%, Ղրղստան 1.6%։ 2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ընդհանուր առևտրի մեջ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի մասնաբաժինը կազմել է 17%։ Հայաստանի Հանրապետության մասով փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 25.6%-ը, նշվում է պատասխանի մեջ։ Հայաստանի ներմուծման կառուցվածքի վերլուծությունը ԵԱՏՄ երկրներից ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների կողմից ներմուծված ԵԱՏՄ արտադրանքի 98.5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 1%-ը Բելարուսին, 0.5%-ը Ղազախստանին և 0.1%-ը Ղրղստանին։ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Այսուհետ հարկային հաշվարկներով առաջացող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես ռիսկային և ոչ ռիսկային։ Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի միասնական հաշվին կմուտքագրվեն ինքնաշխատ։ Հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու։ Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված մարում վերադարձ էջում համապատասխան նշում կատարի, այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Կանայք կազմում են Հայաստանի զբաղված բնակչության 44%-ը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության զբաղվածության կառուցվածքի վերլուծությունը հաստատում է, որ ԵԱՏՄ-ի համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են։ Ռուսաստանում և Բելարուսում նրանք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում 48%-ը, Ղրղստանում 39%-ը։ Նշվում է նաև, որ կանանց աճող դերի օրինակ է հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որտեղ աշխատողների ընդհանուր թվի 54%-ը կանայք են։ Յուրաքանչյուրն ունի պատասխանատու պաշտոն և պարտականությունների լայն շրջանակ։